Ողջույններ, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ես արդեն տանն եմ ու առաջին հերթին ինչ եմ անում, խնձորի ճիրը պատրաստ է, հանեմ, լցնեմ սինին, այնքան լավ արևա դուրսը տաք հավեսին, լցնեմ մի հատ մարլայով էլ փակեմ, թող չորանա ու ասեմ, որոշել եմ, որ գնամ մասուրի, իհարկե մի քիչ տները մաքրելուց հետո, որովհետև մասուրները ինչ շատ մոտ են, հողամասի կողմ չեմ գնում, այ պատուհանից որ նայեք դեպի վերև, բազմիցս գնացել եմ այդ մոզի թաղը, այդ մասերով, մի վեդրո էլ բերեմ, լավ է, մենակ եմ գնալու, ումը զանգեցի, չեկավ, աշնել տանը չի, թե չէ աշնել մեծ սիրով կգար, ոչինչ, հետո մի օր աշի հետ էլ կգնամ մասուրի, այն մի ամիս արդեն մասուրի սեզոնն է, անդադ գնալու եմ, դե բերում եմ մասուրից, ջեմ եմ պատրաստում, չորացնում եմ սոկ, մոկ, նաև օղի եմ քաշում, իրար հետ բացենք, որ տեսնեք, խնձորները նորից գույնը չեմ փոխել դեղին, հավեսին, մի հատ նայեք ու արագ ես տեղափոխեմ այստեղ հյութն էլ քաշել է իր մեջ, օշարակն էլ կպահեմ, տեսեք, ոչ մի հատ չի լղկվում, փլխվում տենց, օշարակն էլ կպահեմ մի քիչ, նորից ջուր կավելացնեմ, կեռացնեմ ու նոր խնձորներ կլցնեմ մեջը, թե չորացավ մի փոքր ինքը գույնը մքվելու է, բայց հոմով չիրա լինում, ահա, այսպես, փակում եմ, սիրելի հետևորդներ, գնում եմ մասուրի, մեր շենքի այդ վերևի թաղերը, մեր շենքից մի քիչ վերև է, վերևի թաղերը, մոզի թաղ ենք ասում, նեղ ճանապարհներով գնում եմ, այս թաղը նման է գյուղի, որովհետև սեփական տներ են, մարդիկ մշակում են այգի, միրգ, բանջարեղեն, ահա տեսեք ինչ գեղեցիկ սիրուն այգի է, ամեն ինչ էլ կա, հավեսի սիրուն, և ես շատ եմ սիրում, որ մարդիկ զբաղվում են այգեգործությամբ, ինչու չէ նաև իրենց աթարում ձմռանը վառելու համար, այսպես, պնդուկի ծառեր, լրիվ ամբողջը այսպես որ ցույց եմ տալիս, լրիվ նման է գյուղի, դե գիտեք իմ խելքն է գնում է գյուղի համար, գյուղ շատ եմ սիրում ու վեդրոս վերցել բարձրանում եմ, վերնաշապիկ էլ եմ վերցրել, շատ շոգ է, բայց դե վերնաշապիկ վերցրել եմ, մասուրի տեղեկահակն եմ, որ թևերս չքրքրի փշերը, գնացի, փողոցները դատարկ, մարդիկ դե ամեն մեկը իր գործով, ամեն մեկը իր զբաղմունքով, դուք էլ որ տեսնեք, կմտածեք, որ սա վայքի գյուղերից է, բայց ոչ, վայքի թաղամաս է, սեփական տներ և մոզի թաղ, այսպես բարձրանում եմ վերև, բայց երբ որ թեքվեմ ձախ, երևում է իմ հողամասը, հողամասի տարածքը, մեծացնեմ, տեսեք, այն հարթ արտից ներքև իմ հողամասն է, դե արդեն աշուն է, էլ շատ չենք գնում, բայց դե լիքը գործեր կա, այստեղ ահա մասուրներ կան, բայց սրանք են չի որակը ու կարմիր էլ չի, պետք է
նոր է սկսեք կարմրել, ընտրեմ ամենակարմիրները։ Ասեմ, որ այս տարի մասուրը շոտ առոտա, լավ մասուր կա, շոտ, մեծ, խոշոր, որակով մասուր կա։ Դե Նազանը ինչա ուզում, որ մասուրը շատ լինի, այս մի ամիսը լավ մասուր հավաքեմ, սոկի, ջեմի և արաղի։ Գարնանն էլ ենք հավաքում մասուր, չէ, մեծացել եմ, էլ չեմ կարողանում գնալ, ասեմ, որ մի քիչ այսօրը ինձ լավ չէի զգում աշխատանքի վայրում և ճիշտն ասած ոչ մի դեղ էլ չխմեցի, ասեցի, որ իմ դեղ ու դարմանը դա բնությունն է։ Ինձ միայն կփրկի, որ ես դուրս գամ տանից, գնամ մասուրի դաշտ գնամ, ես բնության մեջ լիովին ինձ բուժված եմ զգում։ Շտապելու բան չունեմ, էփած, դրած, տները մաքրած, հետո կգնամ մանր-մունր իմ գործերը կանեմ։ Ահա ով է գալիս, հեն օրը որ այդքան գովեցի, այս սիրուն աղջկա մոտ էի գնացել մազերս սարքելու, ներկեց, կարգեց, սիրունացրեց, ուղարկեց տուն, ասես դե գնա աշխատի։ Բարև, գործից ես գալի։ Հա, ես էլ գնում եմ մասուրի։ Ճիշտ էլ անես։ Վերը վեշով հանգստանալով հլնեմ մասուրի։ Գալիս ես։ Այսօր չէ։ Մնա կգամ, հաջորդին կգաս, լավ։ Հիմա որ ասեմ սա գողություն է, գողություն չի, որովհետև բացահայտ եմ անում, բոլորն է տեսնում են։ Ասում եմ սրտովս անցավ մի երկու պոպոկ քաղեմ։ Կլնի, չէ։ Ահա։ Այսքան, ընդամենը 5 հատ, հա։ Ընդամենը 5 հատ, շատ չեմ քաղել, ես վերա ենցն, հա։ Վերա 5 հատ պոպոկ եմ քաղել։ Ասա, բա ինչ եմ։ Որ նկարում ես դրա համար։ Ահա, մի հատ է քար եմ ճարում։ Ինչ է լավ պոպոկ է, եկեք առեք։ Ինչի, օպերատորն ես, հետո էլ ասում եմ ձեռքերս սևանում է, դե տեսեք, ոչ չսևանա, մի հատ կոտրենք, հեն մեկը շոտ լավներ։ Այնպես որ եկեք տեսեք, վայքի պոպոկը իշքան լավն է, սպիտակ, հավեսին, առեք տարեք, իրոք մեր ձորի, Վայոց ձորի պոպոկը շատ լավն է։ Всё, գնացի։ Ես էլ ինձ ճանապարհին զբաղմունք։ Չէ, ես որ ընկնեմ պոպոկով, մասուր չեմ քաղի։ Կլցնեմ ստե, հենց հոգնեմ կուտեմ։ Գնացի, ինք չէ։ Ես է ձերն, հա։ Չէ։ Ահա, ձերը հենա է, տերս տեղ այն մի պոպոկից արխային կարամ քաղեմ, բայց բարձր է։ Սենց գնում եմ, տենամ, որդ է լավ մասուրն է, չէ, լավ կարմիրներ կան։ Հնեց կա, որ կարմիր անես կա, լավ կարմիր չի, քաղեմ գամ։ Մի քան անցի ես էլ կլնեմ։ Հա, շատը գնում եմ բժշկվելու համար, լավ չեմ, բնությունը որ բուժի ինձ։ Ապրե։ Աշնա եղինջն էլ ա եղել։ Ինչ է հավեսին եղել, այն կողմի վրա էլ լավ կա։ Հա, բարև դոնարտա։ Հա, չեմ մրսում։ Շոր վերցել է։ Հա, մի հատ։
Էս մեր թաղը ոնց որ գյուղ լինի, չէ՞, էս մոզի թաղը։ Հա, չէ, մոզի թաղը ոնց որ գյուղ լինի, ես գյուղի եմ նմանեցնում, բայց հա, ես էլ շատ սիրում եմ։ Մի հատ սիրուն այգի էլ այստեղ է։ Ես ամեն օր այս ճանապարհը անցնում եմ, ինձ համար նորություն չէ։ Շատերիդ համար նորություն է, նոր բացահայտումներ, բայց ինձ համար էլ են բացահայտումներ լինում։ Մի բան, ինչ որ մի բան փոփոխվում է բնության մեջ, թե բույսերը, թե շրջապատը, օրինակ մի քանի օրվա վրա մասուրները լավ կարմրել են, հենց դիմացս մասուր է, մտածում եմ գնամ վերջից գամ, այս սկզբի մասերը հա կա ու կան, այստեղ ոնց ստորի ենքան լավ մասուր եմ տարել, բայց գնամ վերջից գամ, մի քիչ էլ առաջանամ, ասեք այս աղջիկը էլի մենակ գլուխը կախեց ու գնաց, այո, ինչ անեմ ումը զանգեցի չեկան, դե ես էլ մենակ գնում եմ, սովոր եմ, ճիշտ է որ նայես վտանգավորել է, բայց, ոյ, են հասաճամփի կեսը հավատացեք, որ արդեն ես ոնց որ ասած սենց օդը հերիքում է ինձ շնչում եմ հավեսա շատ չմոռանամ որ ընդմիջման պոպոկել ունեմ որ ուտեմ կարող եմ համ աջ գնալ համ ձախ պետք է այս քարքարը այն քարերը որ կան այս քարերը որ կան տեսեք վերևի մասը հարթ է այդպես ճանապարհ կա գնում եմ մասուրների տեղ հիմա մտածեմ պետք է մտածեմ աջ թե ձախ չեմ կողմնորոշում միգուցե երկու տեղն էլ ման կամ ստուգեմ առաջի օրն է ստուգումներ կատարեմ Կարծես թե աշխարհքը իմը լինի էքսկուրսիա է սա ուղղակի սուրճ խմելու ցանկություն չունեմ այսօր թե չէ կբերեին մի օր կբերեմ հետս այս մասերում էլ կդնեմ կխմեմ Ինչ քարեր են, ինչ քարեր Այս քարքարոտ ճանապարհով մենակ ուր ես գնում, բայց դե գնալու եմ որ ասեցի, ուրեմն կգնամ Այս թաղամասի պատմությունը բազմիցս երևի ասել եմ, նորից կասեմ, որովհետև նոր հետևորդներ էլ ունեմ, նրանք տեսած չեն լինի։ Ասեմ, թե ինչու ենք ասում մոզի թաղ, դարեր առաջ այս տարածքում եղել է մոզ քաղաքը, որը առևտրի և պատմական մեծ նշանակություն է ունեցել մեզ հայերիս համար, բայց չգիտեմ ինչու մոզ քաղաքի մասին շատ քիչ տվյալներ կան և Վայոց սարը, որը գտնվում է ավելի վերև, մեծ հրաբուխ է ժայթքում և այդ հրաբուխը գալիս հասնում է մինչև այստեղ։ Ամբողջը քարերը դրանք հրաբխային ծագում ունեն և հին պատմական քաղաքի անունով էլ կոչվում է Մոզի թաղ։ Ես հիշում եմ մի պատմություն Մոզ քաղաքի մասին, որ ասում էր մեր Հայաստանի կենտրոնն է եղել, առևտրի կենտրոնը, մեծ զարգացած քաղաք է եղել, մեր հարևան պետություններից եկել են այստեղ առևտուր, ու այդպես իսկ հիմա չոլ ամայի քարեր, քար կռա, բայց դե Սա էլ իր հետաքրքրությունը ունի։ Այստեղից մի փոքրիկ գեղեցիկ տեսարան։ Սիրուն է, չէ՞, ընկույզի ծառեր, սեփական տներ եւ դիմացով էլ էլի
նորից եկա նույն կետին, որ մեծացնեմ կերևա հաստատ, թե իմ հողամասի տարածքում ով կա։ Ահա, տեսեք, այս հատվածներն է, այս հատվածներում է իմ հողամասը, այդ հարթ արտի տակը մեծացնենք, հսկում եմ, ահա, մարդ չկա, տեսնեմ, ով է այդ տարածքներում հանդգվում քայլել, մարդ չկա, այս ճանապարհն է, որ Առվակը գնում է, ահա, ավելի կարող եմ մեծացնել, իհարկե մի քիչ կարող է թրթռալ, բայց ստուգեցի, մարդ չկա, ահա, պարզ երևում է, Նազոն հեռադիտակով ստուգեց տարածքը, գող չկա, իհարկե կատակով պետք է գնա, գողանա, վերջ, ու գնացինք, լավ, ահա, տեսեք ինչ լավ մասուր է, դե մի քիչ էլ արդեն տանում ես տուն, փռում ես, ինքը կարմրում հասնում է, իսկական ժամանակն է, դե Նազո ջան մի քիչ քաղի, այս տարի շատ խոշոր է ու լավն է, ահա, մասուրի գալացողը պետք է իր հետ շիշ բերի, ես չեմ բերել, իմ այդ շիշը, որ երկաթի շիշ է, գցում քաշում ես, իմ հողամասում այն մոշի սեզոնին տարել եմ այնտեղ, պետք է բերեմ, հիմա ես էլ ստիպված այսպես զգուշ կքաղեմ, կքաշեմ ձեռքով, զգուշ մոտերս, այսպես զգուշ պետք է քաղեմ, ինչքան ձեռքս կհասնի, հետո շիշը կբերեմ, կքաղենք, այս ծառի կողքերը դեռ երկար ենք պտտվելու, շատ մինչև վերջին մասուրը չքաղենք չենք գնալու, բայց զգուշ, որ չծակծկվենք, բայց ինչքան էլ զգուշ լինեմ, մեկը հեսա քրքրված, ծակծկված գնալու եմ տուն, գլուխ էլ կգովամ, տան եմ փռեմ, 2 օրվան ինքը կարմրելու է, հասնելու է, ու չորանա, Նազոն էլ սկսի իրա գործնեությունը, ամեն ծառից մի քիչ քաղում եմ, մինչև գնամ այն հիմնական տեղը, հա իդեպ, մոռացա մի բան էլ ավելացնել, որ իմ մասին չմտածեք, ես լավ եմ, չվախենաք, ամեն ինչ նորմալ է, քարքարոտ ճանապարհ, քարերի միջով, ահա, ինչ որ մի բան էլ խլվրտաց, դե ասում եմ, այս աշնան պոչին օձը ավելի շատ է, այս մասուրն է գնամ քաղեմ, խոտերի մեջ է, բայց դե կարմիր է, լավ է, գնանք առաջ, այդ ծառից էլ մի քիչ փիտրոտեցի, փոքրիկ սենց արահետ կա, ոտատակը երևում է, կարևորը, սենց պետք է գնամ առաջ, սա իմ ուզած տեղը չի, բայց դե մասուրներ կան, ես չի որ չկա, ես պետք է սենց նեղ արանքներով գնամ իմ ուզած տեղը, ոյ, ոյս ինչ լավ մասուրի փունջ է, բա ես սրան չքաղեմ նոր, մի հատ նայեք, օձը, Գյուրզան մտավ ես քոլի տակ, ինչ էլ պուճուր էր, բայց դե քաղեմ, ավելի
բաց ուշադիր սենց քաղեմ ու նայեմ տեղ հաստատ օծ էր, նես չի որ խապում եմ կամ վլոգը հետաքրքիր լինելու համար ոնց են ասում տեղից ես պոկվա գնացի ուշադիր լինեմ ահա ասեմ որ այս նույն ճանապարհով հետ չեմ գա կֆռամ ինչպես ասել են աշխարհը կլոր է կֆռամ այն մի կողմով կգնամ համել էքսկուրսիա հիմա կասեք քեզ պետք էր երկար հասարստ քիչ շատանում են մասուրները բաց է այս տարածքը լավ է բաց է ուր եմ գնում ձեզ համար անծանոթ է ճանապարհը բայց ինձ համար լավ էլ ծանոթ է լավ չեն կարմրել բարձր Եվ այսպես պետք է գնամ, որ մյուս կողմով վերադառնամ տուն։ Նույն ճանապարհով չեմ ուզում գնալ։ Այն կողմերի վրա էլ մասուր կա։ Ահա, սենց գնամ։ Ուղղակի ինձ չարչարում եմ։ Այնպես չի, որ մենակ ես եմ այսպես գնում գալի, բայց դե պետք է գնամ, հոչ եմ մնաստե, եկել եմ պիտի քաշեմ, ահա, ոյ, հոսա քեզ պետք էր, բաց տեղերը գնայր, քաղեր, ճանապարհի բերան, բայց դե հետաքրքրությունս ինձ սպանում էր, ոյ, մոշանոց եմ եկել, Մասուրի փշերը քիչ էին, այս մոշի փշերն էլ մի կողմից, ոնց որ մի քիչ հեշտացավ ճանապարհս, Ոչինչ, սենց էլ է պատահում, լիքն է Մասուր, ուղղակի լավ, կարմրած չի, համել ինձ հետաքրքիր, համել իմ հիմնական նպատակային էր, որ ես ելնեի բնություն, մանգայի այդ շշմածությունս գլխացավս անցներ։ Ամել եկա մարդա մեջ։ Ինչ լավ Մասուրը, այսի շատ լավն է։ Այս Մասրենին ամբողջությամբ կքաղեմ, կազատագրեմ սա։ Բայց ոտքերիս տակ չեմ մոռանում, պարտադիր նայում եմ և դուք էլ ինձ պարտադիր լայքեք, բաժանորդագրվեք ու տարածեք իմ ալիքը։ Այս սենց Մասուր լինի, ով կձանձրանա, կքաղեմ հարմար, փշերը քիչ, ինքը ցածր ու որակով էլ Մասուր ունի։ Քարերն էլ կողը, ոտքերս դնում եմ վրա, բարձրանում եմ։
Ինչքան ձեռքս հասնում է, ներքևինները կքաղեմ։ Ոչ տերև կա, ոչ էլ տենց փուշ ու հավեսին մասուր։ Ամեն ուրեք մասրենիներ են, բայց ես պտտվում եմ այն ամենահարմարը, բաց լինի տարածքը, գույնը լավ, խոշոր, մեծ մասուրն էլ լինեն։ Ամեն ծառից մի քիչ, սենց առաջի օրնա, հետո կգնամ կամանդս կհավաքեմ, կգամ, չնայած զանգեցի, մյուս անգամ արդեն կմիանան ինձ, կգան։ Ոնց են ասում, ես ռազվեդկայի եմ եկել, հետախուզության, տեսնեմ, կա, հաստատ կգան։ Ինչքան առատ է մասուրը այս տարի։ Ահա, վերջապես ես գտա իմ երազանքների մասուրը, ինչքան մեծ է։ Ու ասեմ վախենալու էլ չի, տների մոտ եմ։ Կքաղեմ ու կգնամ։ Այս մասրենուց գնում եմ են կողմ, ուրեմն մասուրի տեսակներ կան, ճիշտ է, նայեք, խոշոր մասուր է, ինքը խոշոր է, բայց վրան այնց փշեր կա, ոչ թե մեջ, այլ վրան, մատերս ամբողջը փուշ է։ Գնամ ուրիշ ծառ, բախտը, այն որ ինչ են ասում, 2-3 միտեղ չի լինում, ամբողջը փուշ է։ Ահա, այն մեկը չեղավ, գոնե էսի կա, այս էլ սրա վրա էլ շատ լավ կա ու հա փշոտել չի, ես արագ քաղեմ, դույլս կլցվի, կգնա։ Քաղեցի, բան չի մնացել, չիմանաք մասուր քաղելը հեշտ, արագ քաղեցի, երկար է, ջանջալա, ծակրտող, ուղղակի վլոգս է կարճ, լիքը կա։ Մասուր հավաքեցի, մի դույլ, երևի մի 8-9 կիլո կլինի, ծանր է և ոնց են ասում, աշխարհը կլոր է, չէ, այն կողմով ֆռացի, այսպես եկա սեփական տների մոտով ու գնամ, բայց այն նույն ճանապարհով եմ իջնելու այն աղբյուրի, հանգստանալով գնամ։ Այստեղից ցույց տամ, որ ավելի պատկերավոր լինի, այսպես գնացի ու այսպես եկա այս նույն ճանապարհը, իջնեմ ներքև։ Արդեն վերադարձել եմ տուն և նույնիսկ հասցրել եմ հավի միսը դնեմ խաշվի, ճաշ եմ պատրաստում, ջրալի, տղայիս պատվերն ասեց, մակարոնով ջրալի ճաշ ա ուզում, ես էլ պատրաստում եմ։ Մսի փրփուրը վերցրեցի, սա թող մնա այստեղ և սոխառածը պատրաստեմ։ Մի հատ ցույց տամ վերջնական ինչքան մասուր եմ բերել։ Ահա, սա իմ հավաքած մասուրը, շատ լավ մասուր կա այս տարի, շատ լիքը, շատ, դեռ ավելի լավ կկարմրի, դե ես էլ տեր վռազն եմ, շտապեցի ու թողելու եմ դույլի մեջ մնա տունը, մի օր կամ 2 օր, ավելի լավ կարմրի հասնի, նոր փռեմ պատշկամբում չորանամ։ Ինչ արագ այս տարբերակով, որ մի փոքր գոնե ես հանգստանամ։ Իրար հետ թող տապակվի սա։ Տեսեք, ես էլ դաշտում նստող, պոպոկ ուտողն էի, ոնց դրեցի պայուսակիս մեջ, այնպես էլ բերել եմ տունը, չհասցրեցի ուտել։
մինչև սա մի փոքր եռա, ջուրն է կեռա։ Արդեն միսն էլ լցրեցի, ես եռացրած ջուրը լցնեմ։ Եվ մակարոնն էլ եմ լցնում, աղ, և մի փոքր այդ վերջի չորացրած ծիտրոնից, ասեմ, որ ծիտրոններին ցուրտը վախեցրել էր, կարմրել էին։ Փակեմ, թող եռա, ու այստեղ սիրելի հետևորդներ, ինձ ինչ է սպասում, մինչև այդ ջուրը եռած, ես էլ հասցրեցի 3 հատ բան կա լվանալ։ Հոնը հիշում եք, որ հոն էի առել, այս անգամ թողեցի, որ ինքը լավ կարմրի, ու ասեմ ենքոն հոմուվա, շատ համուվացել է, քաղտրացել է, գույնն էլ մկվել է, ավելի լավ կլինի։ Կամպոտ եմ հիմա անում։ Քիչ-քիչ լվանամ, 3 բան կա, հատերը։ Հինգ րոպե կեռացնեմ ու կփակեմ, պետք է ջուր լցնեմ, մանկա էլ պետք է դնեմ, լավ կփակի։ Ահա, հենց լավ էլ եղավ։ Եվ ձեզ ինչ եմ ասում, սիրելի հետևորդներ, բարի գիշեր, անուշ երազներ, խաղաղ երկնքի տակ։